Հողամաս հեսա համեցեք թութ վիրասիրվեք վիշնի ունեք Կոլեջը գործում է, դպրոցը գործում է, լողավազան կա դպրոցինքից Ստադիոն ունենք ֆուտբոլի խաղալու համար Չէ, մեղրի նորմալ է ամեն ինչով Այս ծառերը սաղ անցած տարի եմ Ես մեծ է, այսենց անցած տարի եմ կնգել Այս տղայիս հետ Վերև ծառեր եմ կնգել, հազա հողամաս եմ սարքում Սա կարալու կա 7-8 տարեկան ծառներ են, ես եմ կնգել ձեռով, պապաս հողը տվել, սա էլ ես եմ կնգել թզիներն, այն վերևը թզիները Այգի այլի, մեղրեցին ապրում այր այգիներով Չհաշված կողքից եթե աշխատանք ունենում է լավալ Ես Երևան եմ տանում իմս ծախում, ստե չեմ ծախում 3000 եմ ծախել, 3500, 3000, որտեվ որակը բարձր է լինում Մեղրին երևի աշխարհի ամենալավ տեղն է, էլի Երևակայից Այսօր ամբողջ աշխարհի պայքարը մեղրի համար է Որովհետև մեղրին հենց մեղրի է, լավ տեղ է, քաղցր տեղ է, համով տեղ է, հրաշք տեղ է Ինչքան գյուղատնտեսությունը զարգանա, այնքան հայ ազգի վիճակը լավ կլինի Սպանդանոց, բան, այդտենց հարցերը խնդիրներ հիմա ես հենց հիմա խոզեր եմ բերում մի քանի րոպեից, հեսա գալիս է էլեկտրիչքի վրա Պրոստը ես պետք է մորթեմ, տանեմ հասցնեմ բոյնի Ժիվոյ խոզի եսում ավտոն կցեմ տանեմ ղափան սպանդանոց հանձնեմ գամ, որ մի հատ էլ ինձ փող մնա, մի հատ էլ Խոսքի ձեր մեքենայով եմ օրինակ տանում ձեր մեքենային վճարեմ ամենաշատ գեսերը երևի մեղրիում է բայց մեղրին ջրի խնդիր ունի 2 հեկտար հող է տարածք ասա թող լուծեն ես եմ լուծելու ես իմ ջրից վարձը պատրաստ եմ տամ նույնիսկ սարքին 2000 դրամ ժամավարձ վճարը բայց թող տան այսօր եթե ջուր ունեմ ասում են հողամասն կչափառեմ Ցիստերը մի հատ ցիստերը 500000 է ես այսօր ստանում 170000 դրամ աշխատավարձ դրանով ոնց կարող եմ ցիստեր առնեմ հա Եկան խոսերը Ճավելա 5 տարվա զինվորական ստաժ ունեմ Ձյունի տակին կանգնող տղաներին ավելի քիչ են վարձատրում քան թե ճանապարհին պետական մեքենայով նամազգեստ կրողներին ավելի շատ են վարձատրում 300, 400, 500, 600 չգիտեմ իսկ մեր բանակին ասում են ատեստացիա տանցի որ գումար ստանաս ես դրա խաթր եմ դուրս եկել ես հենց հիմա էլի զինվոր եմ Չեմ ծառայում, աշխատում եմ կոմբինատում ագարակի, բայց ամեն վայրկյան ես զինվոր եմ իմ տան համար, իմ երեխեքի համար, իմ ընտանիքի համար, իմ ազգի համար։ Ես չեմ գնա, ես պետք է տանեն։ Ընտանիքս հանելու եմ ապահովության համար, բայց ես դուրս չեմ գալ, չեմ էլ պատրաստում դուրս գամ, ես ամեն մի ծառի համար չոք եմ տվել ծառ տնկել։ Նույնն էլ իմ հերը, ինվալիդ հերս էլ մեծ ծառը, որ ինձ բավական գումար է տալիս, այդ մեծ ծառի ինվալիդ պապաս չոք է տվել, ծնկների վրա փոսը փորել, ծառ ես ոնց թողեմ դա թշնամուն, չեմ թողնի հաստատ։ Թող ինձ խփեն հետո մտնեն մեղրի։ Ժամանակին մեր թշնամուն լավ չենք սատկացրել։ 30 տարին երբ որ իրանք էին մեր ոտքի տակ, մենք իրանց ներեցինք։ Հայ ոգին անկոդրուն։ Հայը չունի զատնի սկորուստ։ Իսկական հայ մեծացած տղան։ Իմ տղաս 3 շշմա ու կրակելուց ուրախանում, ասում պապա 5-ից 3-ը խփում եմ։ Այս գլխից ինքը զենք կրակել է սովորում։ 9 տարեկան է, բայց պետք է ամեն ինչ սովորի։ Կարող է վաղը մի հատ գնդակ կպնի իմ սրտին, ես մեռնեմ, իմ երեխան գոնե կրակելու ձև իմանա, որ իմ տունը իր տունը կանա պահի։ Հայ տղան պետք է կրակել իմանա։